Փետրվարի 7-ից ուժի մեջ մտած ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն կուսակցությունների անցողիկ շեմը նվազեցվել է եւ այժմ կազմում է 4%։ Միաժամանակ դաշինքների համար սահմանված շեմը բարձրացվել է։ Եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, այն պետք է հաղթահարի 8%-ի շեմը, իսկ 3 եւ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում անցողիկ շեմը սահմանվել է 10%։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքները 8% շեմի ներքո են ընկնում, 3 եւ ավել կուսակցությունից բաղկացած դաշինքները 10% շեմը պիտի հաղթահարեն անցողիկ շեմը։ Փոփոխությունը կատարվել նաև գրավների չափի մասով կուսակցությունների համար այն 10 միլիոն դրամից իջեցվել է 7.5 միլիոնի, իսկ դաշինքների համար սահմանվել է 15 միլիոն դրամ։ Հովակիմյանի խոսքով փոփոխության նպատակը քաղաքական ուժերի խորացմանը նպաստելն է։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով հանվել է նաև 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած դաշինքների ձևավորման արգելքը, որը նախկինում գործում էր։ Նոր կարգավորումների համաձայն ընտրություններից հետո առաջին 9 օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։ Հովակիմյանը նշեց, որ եթե այդ ընթացքում առավել շատ ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում ձևավորել կոալիցիա, ապա հետագայում հնարավորություն է տրվում մնացած քաղաքական ուժերին ձևավորելու, այսպես ասած, փոքրամասնության կառավարություն կամ փոքրամասնության կոալիցիա։ Նա հիշեցրեց, որ նման իրավիճակ արդեն եղել է Գյումրիում։ Դրա վառ օրինակ էր Գյումրի, երբ որ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին եւ ձևավորեցին կոալիցիա եւ արդյունքում առավել ձայն ստացած քաղաքական ուժը ինքը այդ կոալիցիայից դուրս մնաց, այսինքն կառավարումը ստանձնեց փոքրամասնության կոալիցիան, այսպես։ Նա հավելեց, որ ազգային ժողովի ընտրությունների դեպքում եւս նույն կարգը կգործի։ Փոփոխություններով ուժի մեջ է մտել լրացուցիչ մանդատների, այսպես կոչված բոնուսների ինստիտուտի նոր կարգավորումը։ Եթե նախկինում այն նախատեսում էր 54% շեմ, ապա այժմ այդ շեմն իջեցվել է մինչև 52%։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով լրացուցիչ մանդատներ կարող են տրվել միայն այն քաղաքական ուժին, որը ստացել է մանդատների մեծամասնությունը։ Եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին այս դեպքում խոսք գնալ չի կարող, բայց եթե որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52%-ից, ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվի լրացուցիչ մանդատներ մինչև այդ 52%-ը լրացնելու չափով։ Նա անդրադարձավ նաև այն դեպքերին, երբ քաղաքական ուժի ստացած մանդատները կարող են գերազանցել 2/3-ը, սակայն ստացած ձայներն այդքան չեն կազմի։ Նախկինում նման իրավիճակում լրացուցիչ մանդատներ էին տրվում այլ քաղաքական ուժերի, որպեսզի խորհրդարանում պահպանվի առնվազն 3 քաղաքական ուժի ներկայացվածություն։ Նոր կարգավորման համաձայն, եթե որևէ քաղաքական ուժի ձայները 2/3-ից պակաս լինեն, բայց մանդատները գերազանցեն այդ շեմը, ապա լրացուցիչ մանդատները կբաշխվեն այն քաղաքական ուժերի միջև, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, սակայն ստացել են 2% եւ ավելի ձայն։ Այդ մանդատները կտրամադրվեն առավել շատ ձայն ստացածից սկսած, մեկական մանդատի սկզբունքով մինչև դրանք սպառվեն։ Հովակիմյանը որպես օրինակ հիշեցրեց նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը ստացել էր 53.9% ձայն, բայց մանդատները գերազանցեցին 2/3-ը, այդտեղ այսինքն եթե այս կարգավորումը լիներ այն ժամանակ, ստացվում է, որ այդ 71% մանդատը քաղաքացիական պայմանագրից պիտի վերցվեր եւ տրվեր առավել ձայն ստացած այն քաղաքական ուժին, որ շեմը չէր հաղթահարել։ Նրա խոսքով նոր կարգավորումների դեպքում նման իրավիճակում լրացուցիչ մանդատ չի տրվի եւ պատգամավորների ընդհանուր թիվը չի ավելանա, այլ պարզապես այդ մանդատը կվերաբաշխվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների առաջադրումը կավարտվի ապրիլի 23-ին, իսկ մայիսի 3-ին կունենանք գրանցված կուսակցությունների ցանկը։ Հովակիմյանը հիշեցրեց, որ կուսակցություններն ու դաշինքներն իրենց նախընտրական քարոզարշավը պետք է ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով։ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այդ հիմնադրամի առավելագույն շեմը սահմանված է 800 միլիոն դրամ։ Միաժամանակ օրենքը սահմանում է, որ կուսակցություններն իրենց հաշվեհամարներում այդ միջոցները կարող են ձևավորել բացառապես ՀՀ քաղաքացիների նվիրատվությունների միջոցով։ Յուրաքանչյուր քաղաքացի մեկ տարվա ընթացքում կարող է կուսակցությանը նվիրաբերել առավելագույնը 10 միլիոն դրամ։ Հովակիմյանը նշեց, որ եթե այս սահմանափակումը շրջանցվի, ապա նախատեսված է քրեական պատասխանատվություն։
Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։